Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Եվ ես, որպես ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, ուզում եմ դիմեմ ամենայն հայոց կաթողիկոս նորի սուրբոցություն Տեր Գարեգին Բեին։ Բայց մինչև դիմել ուզում եմ ասել, որ այս եթերը կազմված է երկու մասից։ Մեկը վերաբերվում է Սաշիկ ու Սերժիկ, մեկը վերաբերվում է ինքես Տաշիշ։ Եթերը իհարկե 18+, բայց իհարկե մի փոքր կուլտուրականով սկսենք։ Ուրեմն ամենայն հայոց կաթողիկոս, ես երբեք երևակայի ոչ մի բան չեմ խնդրել քեզանից, բայց հիմա խնդրում եմ, եթե դու ուզում ես, որ Վարդան Ղուկասյանը դառնա հավատացյալ, այսինքն ես դառնամ քրիստոնյա, ուզես չուզես Վարդան Ղուկասյանը, այսօր ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը, դու պիտի իմ խնդրանքը բավարարես։ Ուրեմն, կամ մի փոքր պատմական, այդեն որ ասում է անցյալից։ Ուրեմն, խոսքը վերաբերվում է Սաշիկին և Սերժիկին։ Նայ, ուղիղ այս Սաշիկն ու Սերժիկը, այսօրվա դրությամբ ուղիղ համեմատական են 76 թվականից 110 թվականներին մեծ հայքում թագավոր էր Սանատրուկը, այդպես թագավոր կար։ Ուրեմն 76-ից 110 թվականներին է Սանատրուկի կառավարման տարիներին մեծ հայք մտան երկու առաքյալներ, Թադեոսը և Բարդողեմեոսը։ Եկան սկսին տարածել Քրիստոսի վարդապետությունը։ Ճիշտ է, ասատեն հմ ճիշտ է։ Դաժե Սանատրուկի աղջիկ Սանդուխտը, որը հեթանոս էր, լսելով ես երկու առաքյալներին, ընդունեց քրիստոնեություն։ Բայց թագավորը վեկալավ է իրեքինել արեց մորմշ։ Հիմա վառեց, են բանից արեց, վերջ աղջկաներ հետը, ասեց դուք չաթած բոզես, վերջ վառեց։ Հիմա մենք չենք ուզեմ կրկնենք Սանատրուկի սխալը, որ վեկալավ Բարդողեմեոսին ու Թադեոսին մորմշ արեց, վառեց։ Հիմա Սաշիկն ու Սերժիկը ուղիղ համեմատական են Թադեոսին և Բարդողեմեոսին։ Մենք, նզովյալներս, չհասկացանք ես մարդկանց կինը, չհասկացանք բացարձակապես, որ Սերժ Սարգսյանը 30 տարի լինելով պաշտոնի վրա, մեկ կոպեկ հարամ փող չի կերել, մի կոպեկ, սուրբ մարդ, հելանք լսրանք 2018 թվին փողոց, մերժի Սերժին էինք բորըն, ու բերեցինք Նիկոլի նման բոզից տղուն, Սերժին, ես գյոզալ մարդում 30 տարի չինովնիկ այլ է, Սերժի աղբորը, Սաշիկը, որ սաղ շինարարություն, դաժե մարդկանց կնանիքին շինելու մեջ 50 էր մտամաս մեր կեսը ես տիշինեմ կեսը դու։ Դաժե այդ մարդու, որ մեղադրում էինք ամեն ինչի մեջ, Նիկոլ Փաշինյանը առավոտ ցերեկ, կիրիգուն գիշեր, մայրամուտ, արևածագ, լուսին, մուսին, վիա լուսին, հələ մեր ազգային ժողովից ասում էր Սաշիկ, դաժե կնգան շինելու ժամանակ, եթե вообще կնգան շինել, հա, ասում էր Սաշիկ, մենք չհասկացանք։ Նա քանի որ Նիկոլի դատարաններ ու արտադրության համակարգը հելավ կարնավ ասեց, որ սրանք սուպ մարդիկ են, մենք ուղղակի պարտավոր ենք Սաշիկին և Սերժիկին սրբադասել, համաձայն այդ Ռիփսիմյանց կույսերի, վեկանենք մի հատ եկեղեցի Սաշիկի անով բացենք, Սուրբ Ալեքսանդր, մի հատ եկեղեցի Սերժի անով, Սուրբ Սերժ, և ես Վարդան Ղուկասյանից խոստանում եմ, հրապարակայնորեն դառնալ քրիստոնյա, այդ եկեղեցիներից որևիցե մեկնում գնալ և դառնալ քրիստոնյա։ Եվ բոլոր նիկոլականները, բոլոր իշքան նիկոլական կա, պիտի մի մարդու նման հերց կայնեն, հերցով շարվեն գան, Սերժիկի չէ, Սաշիկի, թոթոլ խերը աչից պաչեն։ Տանն են պաչեմ, չէ, աչն են պաչեմ, դու տեպեր մարդ ես, հնասա։ Այս դեպքում Սաշիկի խերը աչից, այսպես է ղոնդոլո, թոթոլ գմբրզոն, խերը, այդպես պրչերը սաղմրեն, բոլոժներով, աչից պիտի պաչեն։ Սաղ, իշքան նիկոլական կա, այդ իշքան մարդ այդ բոզի տղուն զեն տվեն։ Այդ սաղ պիտի գան Սաշիկի խերը պաչեն, որովհետև Սաշիկ, սուրբ Սաշիկ։ Ես խնդրում եմ իմ այս խնդրանքը ընդունել որպես իգիճություն և հնարավորինս արագ սկսել այդ գործընթացը Սերժիկին ու Սաշիկին սրբադասելով որպես սրբեր։ Վարդապետություն են մարդիկ տարածել, մենք չենք հասկացել կան ժամանակ։
Եվ բոլոր սերժականներն ու սաշիկականները պիտի միանման, մի մարդու նման հավքվեն, կան ասեն Վարդան Ղուկասյանի խնդակն իրականացնալ Սերժն էլ ասոտ, Սաշիկն էլ ասոտ։ Ասիկ այդ երկուսի մասով, ասիկ մեկ, երկրորդը։ Ընկեր տաշիշ հելավ հայտարարում ասում ես իա լեզվով խոսամ, որ հասկնա, որովհետև ես ինչ թատնայեցի, այդ մարդը կուլտուրական լեզու չհասկնա, պիտի գեղավերը խոսամ, որ հասկնա, դե տուպոյա։ Ասում ես ուզում եմ դառնամ ընդդիմության առաջնորդ։ Մի քանի անաս ունել, հելան մեկ միանում ենք քեզ, անաս ունել։ Իբր թե քաղաքական գործիչ է, բայց անասում, չնայած ինչ դազան քաղաքական գործիչ։ Էլակ չէ են բանը, ինչ է, նարկո դիլլերը, Քեթրինի Միրանը։ Բանի տաշիկ ծերեցելի պուտանքիքը, որ քեզ միանան, ավելի շատ զեն կբերես, քան Քեթրինի Միրանի։ Տեսելով կա մարդը, Նայիրի Հունանյանն էլ կարող է քեզ միանա։ Մեր հետ գնացեք, տեսեք ինչ ասեմ։ Ինչքան մակապիղ, նարկոդիլեր, պորոստղ, ճոսախ քեզ միանա, վերջը։ Ինչ եմ ուզում ասել։ Գիշեր ու ցերեկ տաշիշ։ Նիկոլը Սազը առե մի երկա, որ դու ընտրակաշավ քեզ բաժանել, ձայներես գողացե, այդ թվում նույն բանն ասեմ, դատախազության մինետոզավրուհի Աննա Վարդապետյանը, քնչականը ու իշքան հիմնարկ գոյություն ունի, ուժային սաղ նույն բանն են ասում։ Հիմա, այդ մարդիկ ճիշտ են ասում, թե սուտ են ասում։ Հելի, բոզի տղու կֆուրկ է, որ դու փող չես բաժանել։ Ասա ես բոզի տղա ըլնեմ, թե ես փող եմ բաժանել։ Քիչ ես ասում։ Հելի, մինետոզավրուհի Աննա Վարդապետյանին, քնչական կոմիտեին, Նիկոլ Փաշինյան բոզի տղուն դատիտուր։ Քո անձը վիրավորելու համար, քո կուսակցությանը վարկաբեկելու համար, որ դու փող ես, ասած ես արդար կրտինքով, արդար իմ խելքով, իմ փայլուն մտքով, իմ ջարդար լեզվով, ձայներ իմ հավքի, ու դու հիմա հլնիկ ասիկ սուտի, հասկանում ես, չէ դու ինձ, բա հելի դատի դու խեսուս նստետ տեղդ, բոզի տղու կվուկ, ես ես բոզի տղալեմ, թե փող չեմ բաժանել, այսինքն, եթե դու կվուկ չես ուտեմ, եթե դու Նիկոլականներին, եթե դու Աննա Վարդապետյանին և մյուսներին դատի չես տալեմ, տեղից հետևություն, որ ինչ, որ դու փող ես բաժանել, ճիշտ է, բաղր դու փող ես բաժանել, ընտրակաշակ ես բաժանել, իմ ձայներն ես գողացել, ռեալ ընդդիմության ձայներն ես գողացել, այսօրվա օրով, ո՞ց ես դու հելեմ ասում ես, ես ուզում եմ ընդդիմություն առաջնորդել։ Տղա ջան, դու հանցագործություն ես արել, այդ ու պոյ, դու ձայներ ես գողացել, դու փող ես բաժանել, դու փող բաժանողը, այսօր ասում ես, ես ուզում եմ ընդդիմություն ղեկավարել, դու քակակուտ ես, թե դու ընդդիմություն կղեկավարես, դու իսկի խոսալ չես կարան, խոսալ, նախադասությունը սկսեմ ես չենք հասկանում, ինչից սկսեցից, ինչից վերջացրեցից, ոնց որ Իսուր տղաց հիվանդը խոսալ, ոնց որ Տիկրան Արձակացյանը խոսալ, մի անգրագետ երևույթ, դու ի՞նչն ես ուզում ղեկավարել, հասկացան փող ունես, թե ոնց ես վաստակե Աստծուն հայտնի, եւ այլն, այսինքն Սաշիկին եւ Սերժիկին հայտնի, դու ասում եմ հելի բոզի տղու քֆուրկ ես, հրապարականը, սա իմ փակող բաժանողը բոզի տղա է, ասես չես ասի, ահա, որովհետև դու մեկել են մյուս բոզի տղա նոդիկագոն փող եք բաժանել, բայց ինչ ընդդիմության առաջնորդ, ձեր վեր ենք իրական գործը տոննեքով կախացա, փաստացի հիմնավորված, տոնով էլ մարդ կոմոտից մեռան միջև էսով կալանավորով տանը լցում են բնը բերդերը, էլ ոնց ես ուզում դու ընդդիմություն առաջնորդես, որոշակի անգրագետները լսեն մեկ միանը, մեկ տաշիրին միացեք, չմիացողի տոնու տեղը, էլ է գրացեք միացեք, նորմալ մարդը, խելքը գլխին մարդը, քո ինչին պիտի միանա, քո անգրագիտությանը, քո փող բաժանելուն, քո տուպոյությանը, քեզ հարց է տվի, չէ, հրապարակայնորեն, կուլտուրական հարց տվի, մի քանի անգամ նույն հարցը տվի, Արցախը փակված թեմայա, թե ոչ, միջանցք տալու ես, թե ոչ, Ղարաբաղցիները Արցախ վերադառնալու են, թե ոչ խար, դու մի հարցի չպատասխանեցիր, գոնե լավ, ինչ չէիս պատասխանում, հրապարակայնորեն կոնտրոլին ասեք, գիտես ինչ, ես Արցախը հետ եմ բերելու, ես միջանցք չեմ տալու, Ղարաբաղցիները հետ են վերադառնալու, Նիկոլը դատվելու է, մի հատ թեմայից հելի խոսա, բացի աթոռի կռիվանելուց, որը որ ձայներն էլ հավաքել ես, գումարները բաժանելուց։ Տավարի ցավ, ու քո նմանին, այս ժողովուրդը հանուն մի փոր հացի, հելավ գնալ զեն տվեց, հիմա էլ նայում ենք տասնյակ կիլոմետրերով
ֆուրերը Վրաստանի ու Ռուսաստանի սահմանի վրա շարժված էին, հույս ունենալով որ Ռուսաստանը պիտի սահման բացի, իրանք էլ մտեն Եվրոպա, Ռուսաստան չի բացելու։ Եվ այսօր մենք սերի ժողովուրդներում ենք, որ նույն Եվրոպան դրած հայերին վտարում է Եվրոպայից դեպի Հայաստան։ Բայց եթե Եվրոպան մեզ բարեկամ է ու հարազատ է ու մեր մասին մտածում է, այդ խեղճ մարդկանց, որոնք տուն տեղ ծախ է գնաց է հասել են մի կերպ Եվրոպա, ինչի է վտարում։ Դետուն է նաև այս երկիրն է անում։ Վտարում, ասում է հելեք գնացեք, բա դուք մեզի դաշտակից եկեք, ինչի եք մնը վտարում։ Այդ նույն գյուղացիները, որոնք հիմա վայնասունը կապել են, ծաղիկը չի ծախվում, բերքը չի ծախվում, էլի չի ծախվում եւ այլն։ Բա դուք չէիք մտածում, դուք ում եք ընտրում։ Դուք չէիք մտածում, որ սենց է լինելու։ Եվ Ռուսաստանը ձեր բերքը չի ընդունելու։ Եվրոպան նմանապես չի ընդունելու։ Եվրոպան իա մեջի խնդիրները չի կարող լուծի դաժե։ Ինքն իա ընտիրություն չի կարող անի։ Այդ ֆաշիստների հավաքածուն, այդ դու Գերմանիան։ Սելի ժողովուրդ, քել եք ասոյ փաթիկին, հələ տակ եք չեք ջոգում, դեմը ամառավ։ Հələ որ ամառավ, սիկը դեմը ամառ չելը, որ ամառավ։ Հեսա որ ամառը տրցնի սկսի, աշունքից հետո ձմեռը, նորեն ժամանակը հասկանաք, թե դուք ինչ քայքի մեջ եք ընկել։ Թենտալով սրանց, ընտրակաշատներին զոկենալով, վարչական ռեսուրսին զոկենալով, ու նորից սրանց վերարտադրելով։ Հիմա տաշին ու էլ ռոբիկ եւ այլն էլի կենտրոնացել պարլամենտ, ցեմենտ բիտոնով սա իշխանությունը կփորձեն պահել, բայց չի ստացվի, այսօր կփորձի քանդել, ոնց որ քանդում ու քանդում է։ Այսքանը տարածեք ցող ձայնային հասնի ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։